5-րդ կետը, որը էլի հետաքրքիր է, կարծում եմ եւս կուզեի ձեզ ներկայացնել, կապված է երբ ես արտահայտվեցի, ասեցի, որ Հայաստանում անկում է ապրում գյուղատնտեսությունը, ինձ ասեցին, բեր հիմնավորումներ, բեր թվեր, Նարեկ ջան, ինչպես է անկում ապրում, ուրեմն կենտրոնական բանկի օֆիցիալ տվյալներով։ Իրական աճը ոչ գնաճային, այսինքն ոչ թե գներն են աճել, այլ իրական աճը գյուղատնտեսության 2019 թվականին մենք ունեցել ենք 5% անկում, 2020 թվականին ունեցել ենք 3% անկում, 2021 թվականին ունեցել ենք 0.8% անկում, 2022 թվականին 0.7 եւ այլն, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակ իրենց կողմից իսկ նշանակված ղեկավարով կառավարվող կենտրոնական բանկի օֆիցիալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտարապես 10% մեր գյուղատնտեսությունը 21-րդ դարում անկում է ապրել։ Ինչ է այս ամենը ասում, որ գյուղի վրա իրական ներդրումը հարյուրավոր միլիոններ որ ծախսում է, էֆեկտիվ չի ծախսում։ Մեր առաջարկը գյուղատնտեսության հարցը պետք է լուծել մթերումով։ Մթերում։ Մենք պետք է մթերման կայաններով այդ հարցը լուծենք, որպեսզի կայուն մթերում ապահովենք բնակիչների համար եւ հետ բերենք ամբողջ պոտենցիալը մեր գյուղատնտեսության, որովհետեւ 400,000 հեկտարից, եւս մեկ անգամ եմ ուզում կրկնել, 200,000 հեկտար չի մշակվում մեր երկրում եւ վերջի ԿՊ-ի կառավարման շրջանում 10% էլ անկում ենք ունեցել ըստ կենտրոնական բանկի վիճակագրության։ Նաեւ տվյալներից մեկը ամենաառաջի վիճակների ժամանակ, ուղերձների ժամանակ, երբ ես ասացի, որ բնակչությունը մարզերում անկում է ապրում, ինձ ասացին, որ ոչ Նարեկ ջան, տեսեք, ցույց տվեցին վիճակագրությունը, թե ինչպես է մի քանի մարզում կա բնակչության աճ։ Արգելի հայրենակիցներ, հղումում մենք կարող ենք կցել։ Բնակչության աճ կա այն մարզերում, որտեղ եկել են Արցախի մեր հայրենակիցները։ Վստահ եղեք, արգելի հայրենակիցներ, որ այն թվերը, այն տվյալները, որ ես ասում եմ, մի քանի անգամ ստուգված, մի քանի անգամ մեր մեջ փորձված տվյալներ են, որպեսզի վաղը մենք չունենանք ոչ ճիշտ, ոչ մտածված խոսքերի համար պատասխան տալու կարիք, որովհետև մեր բոլոր խոսքերն են ու գործարների մոտ դա համընդհանուր է, բոլոր խոսքերն էլ ունեն արժեք, ինչով եւ մենք տարբերվում ենք շատ պոպուլիստական քաղաքական գործիչներից։ Շնորհակալություն։